Չիկագո Բուլզ Բրուքլին Նետս խաղի լավագույն դրվագը դաշտի տերերի պաշտպան Ջիմի Բատլերի հաղթական նետումն էր։ Չիկագոյի ցլերը հաղթեցին 101-99 հաշվով։ Golden State Warriors Toronto Raptors խաղում Դեմար Դերոզանը վաստակելով 29 միավոր դարձավ Raptors-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողը։ Չնայած Դերոզանի արդյունավետ խաղին, Ստեֆեն Կարիի ոչ պակաս փայլուն գործողությունները օգնեցին ոսկե նահանգի մարտիկներին հաղթել միավորների մեծ առավելությամբ 121-111։ San Antonio Spurs Phoenix Suns խաղում Լամարկուս Օլդրիջի վաստակած 27 միավորի շնորհիվ San Antonio-ի խթանները հաղթեցին 21 միավորի առավելությամբ 119-98, իսկ Minnesota Timberwolves-ի կենտրոնական Կարլ Էնթոնի Թաունսը կարիերայի առաջին triple-double-ը գրանցեց Denver Nuggets-ի հետ խաղում։ Խաղահրապարակում անցկացնելով 35 րոպե, նա վաստակեց 15 միավոր, 11 անգամ տիրեց օղակից հետ մղված գնդակին ու 10 անգամ էլ արդյունավետ էր փոխանցում կատարելիս։ Չնայած Մինեսոտան պարտվեց այս խաղում 103-105 հաշվով, սակայն 21-ամյա Տաունսի արդյունքը կմնա պատմության մեջ որպես Timberwolves-ի ամենաերիտասարդ խաղացող, որին հաջողվել է triple-double գրանցել։ Հարություն Ծատրյան, Առաջին ալիք։